Շիրակի Փանիկ գյուղում շունչները պահած սպասում են, որ իրականություն դառնա այս երազը։ Ֆուտբոլի դաշտի մասին մինչև հիմա միայն երազել կարող էին Մանթաշի, Ձորահովտի և Շիրակի դաշտի մեջտեղում գտնվող փոքրիկ գյուղի բնակիչները։ Շիրակցի Նազիկ Ավդալյանն է որոշել գյուղը իսկական մարզական կենտրոն դարձնել։ Առաջին հայ կին աշխարհի չեմպիոնը մարզադպրոց է կառուցելու։ Նպատակ կա Հայաստանի տարբեր մարզերում անել, բայց առաջին նախագիծը Փանիկից ենք սկսում և հույս ունենք 5 տարվա մեջ 3 տարբեր մարզերում կկարողանանք կառուցել մարզադպրոցներ։ Արտիկի շրջանի 23 գյուղերից միայն փոքրեր չէ, որ կարողանալու են հաճախել մարզադպրոց։ Մեծերի համար ֆիթնես սրահ է լինելու առողջ ապրելակերպի համար։ Ընդհանուր 5 մարզաթև է ներառում իր մեջ՝ ծանրամարտ, մշամարտ, բռնցքամարտ, սպորտային և ազգագրական պարեր և լող։ Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամ է ստեղծել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը։ Ուզում է ձևավորել ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակություն, որտեղ սպորտը ոչ միայն հաղթանակի միջոց կլինի, այլև կյանքի որակ բարձրացնող ուժ և հասարակական համերաշխության գործիք։ Նազիկ Ավդալյանը դա Գյումրու մարմնացումն է, վստահ եմ, որ այս նախաձեռնությունը ևս հաջողելու է։ Շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզում է լինելու առաջի մարզադպրոցը մեր Փանիկ համայնքում է լինելու։ Նազիկ Ավդալյանն ուզում է, որ երեխաները մարզական ակտիվությամբ բացահայտեն իրենց, սովորեն պայքարել ու հաղթել ոչ միայն մարզադահլիճում, այլև կյանքում։ Քանի որ ավելի խորքային եմ տեսել իմ դերը իմ հայրենիքի զարգացման ինչ-որ մի մասում։ Նազիկ Ավդալյանը հավատում է, որ երեխաները պետք է ունենան զարգանալու, ուժեղանալու և հաղթելու հավասար հնարավորություններ, անկախ պայմաններից կամ բնակության վայրից։ Ուզում է ստեղծել նաև վերականգնողական կենտրոններ սոցիալապես խոցելի խմբերի համար։ Այդ խոսքերից համար նշանակություն չուներ, որտեղ ես ստիպեմ, որ վերադառնամ։ Այս կադրերը տեսնելիս հուզվում է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը։ Ավտովթարից հետո կյանքի ու մահվան կռիվ է տվել, ուժեղ կամքի շնորհիվ նորից է սկսել քայլել սպորտում։ Հիմա սպորտի աշխարհում շատ փոքրերի արդեն ինքն է օգնելու քայլել։ Ճանապարհ անցած այս մարզակոշիկները նոր հաղթանակի ճանապարհ են բացելու ուրիշների առաջ։ Լանա Համբարձումյան, Էդգար Ղուրշչյան, Առաքել Օհանյան և Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։